Ընդդիմադիր քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավապահների գործողությունները։ Ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Սա ըստ կուսակցության երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Ուժեղ Հայաստան դաշինքը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները։ Իրավապահ համակարգի կիրառումը որպես քաղաքական զենք ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը եւ ներդրումային միջավայրին։ Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն։ Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն եւ հասարակության բարեկեցություն։ Ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու եւ ընդդիմախոսներին ճնշելու վարչախմբի գործելավոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից եւ արտացոլում է նրա վախերը, հայտարարել է Հայաստան դաշինքը, ընդգծելով, որ սեփական իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին եւ տնտեսական անվտանգությանը։ Հայաստան դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն ու նրա ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում իրականացված գործողությունները։ Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը եւ հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։ Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։ Հայաստան դաշինքը հրավիրում է միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին եւ կոչ է անում հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Միասնության թևեր կուսակցության համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման, նրա բնակարանում եւ ընկերություններում խուզարկությունների ու հաջորդած ձերբակալման հիմքում կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է։ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրել է այնպիսի սպառնալիքներ, որոնք կարող է իրագործել բացառապես իրավապահ մարմինների միջոցով։ Հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմը ծառայեցվում է կառավարության ղեկավարի քաղաքական շահերին։ Հատկանշական է, որ կառավարության ղեկավարը նման իրավասություն ընդհանրապես չունի։ Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները եւս դադարում են գործել, որպեսզի հանկարծ չստացվի, թե քաղաքական ղեկավարի հրահանգը ոչ պատշաճ է կատարվում։ Սրա վառ օրինակն են փաստաբանական աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ հայտարարությունները։ Արման Թաթոյանի ղեկավարած ուժը նշել է, որ հարցը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Հարցը շատ ավելի խորքային է։ Երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։ Այս ամենը սկզբունքորեն հակադրվում է ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության պահանջներին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը խստորեն դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով իրականացվող իրավական գործողությունները։ Ապշեցուցիչ են անձի սեփականության եւ անձնական տարածքի նկատմամբ անհարգալից եւ չհիմնավորված ոտնձգությունները, որոնք անգամ աղերս չեն կարող ունենալ քննչական գործողությունների հետ։ Խիստ մտահոգիչ է նաեւ հարուցված քրեական գործի հետ որևէ կապ չունեցող մի շարք ձեռնարկությունների գործունեության պարալիզացումը, որն անմիջականորեն անդրադառնում է հազարավոր աշխատակիցների վրա, գրել է Թանդիլյանը, աջակցություն հայտնելով Գագիկ Ծառուկյանի եւ Փաշինյանի քմահաճույքով բանտերում եւ մեկուսարաներում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։